Իրանը լիովին պատրաստ է եւ խաղաղ եւ ռազմական սցենարի, բայց նրա նպատակը հակամարտությունը կանխելն է։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Մենք լիովին պատրաստ ենք երկու տարբերակներին՝ պատերազմի, Աստված մի արասցե եւ խաղաղության, ասել է նախարարը։ Վերջինս նշել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները եւ Իրանը ի վիճակի է արդյունավետորեն պաշտպանվել։ Նա հավելել է, որ Իրանը շատ դասեր է քաղել վերջին պատերազմից եւ հետեւաբար ավելի լավ է պատրաստված։ Եվ սա ի դեպ նշանակում է, որ նպատակը պատերազմը կանխելն է։ Երբ դու պատրաստ ես պատերազմի, կարող ես կանխել այն, ասել է նա։ Արաղչին ընդգծել է, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի համար ռազմական լուծում չկա։ Իրանը հրապարակել է ծանոցում օդային առաքելությունների համար հրամանագիր, որով հայտարարվում է, որ անօդաչու թռչող սարքերը կօգտագործվեն գետնից մինչև 10,000 ոտնաչափ բարձրության վրա, Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Այս ծանոցումը նշանակում է, որ Իրանի օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ամբողջ ծովային գոտում փակ է բոլոր թռիչքների համար։ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը հայտնել է, որ Պեկինը հույս ունի, որ ԱՄՆ-ն չի սկսի ռազմական գործողություններ Իրանի դեմ։ Հույս ունենք, որ բոլոր կողմերը առաջնահերթություն կտան խաղաղությանը, հանդես կգան զսպվածորեն եւ կլուծեն տարաձայնությունները բանակցությունների միջոցով։ Նշել է նա, պատասխանելով այն հարցին, արդյոք Չինաստանը կհետաքրքրվի Թեհրանի պաշտպանությամբ ԱՄՆ-ի հարձակման դեպքում։ Վերջինս նաև հավելել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակել գործել ներկայիս իրավիճակում եւ ուշադիր հետևում է Իրանի շուրջ զարգացումներին։ Նա հավելել է, որ Չինաստանը ավանդաբար բարեկամական հարաբերություններ է պահպանում Իրանի հետ եւ աջակցում է իրանական կառավարությանը եւ ժողովրդին, պահպանելու ազգային կայունությունը եւ օրինական իրավունքներն ու շահերը։ Միջազգային հարաբերությունները քաոս են ապրում եւ արմատական փոփոխություններ են տեղի ունենում։ Համաշխարհային անվտանգության հիմքերը ցնցվում են Միացյալ Նահանգների գերիշխող քաղաքականության պատճառով։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Այսօր աշխարհը բոլորովին տարբերվում է ընդամենը 5 տարի առաջվա աշխարհից եւ միջազգային հարաբերությունները մտել են քաոսի եւ արմատական փոփոխությունների հորձանուտի մեջ։ Միացյալ Նահանգների գերիշխող քաղաքականության եւ կամայական գործողությունների պատճառով անվտանգության հիմքերը ցնցվում են երկրի վրա ամենուր եւ զինված բախումները շարունակվում են։ Միջազգային իրավիճակը գնալով ավելի քաոսային, անկայուն եւ անկանխատեսելի է դառնում, ընդգծել է ԿԺԴՀ նախագահը։ Կիմ Չեն Ընը նշել է, որ հենց արևմտյան ուժերն են Միացյալ Նահանգների գլխավորությամբ բացահայտորեն խախտում այլ պետությունների ինքնիշխանությունը եւ կոպտորեն անտեսում միջազգային իրավունքը։ Ըստ նրանք ստեղծել են համաշխարհային անվտանգության ճգնաժամ, քաղաքական եւ տնտեսական անկարգություն եւ քաոս տարբեր երկրներում, ինչը աննախադեպ է սառը պատերազմի ավարտից ի վեր։ ԱՄՆ իշխանությունները քննարկում են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության հարցը, երկիրը գլխատելու նպատակով, հաղորդում է Politico-ն, հղում անելով աղբյուրներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները վստահ են, որ ԱՄՆ-ն կռմբակոծի Իրանը։ Մեկ այլ աղբյուրի համաձայն ԱՄՆ-ն նույնպես քննարկում է Թեհրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Ըստ թերթի Վաշինգտոնի վարչակազմին մոտ կանգնած անձինք կարծում են, որ ԱՄՆ-ի համար ավելի ձեռնտու կլինի, եթե Իսրայելը առաջինը հարված հասցնի Իրանին։ Ըստ նրանց, Իսրայելի հնարավոր հարձակումը կհանգեցնի այնպիսի պատասխանի, որը Վաշինգտոնին կտա պատրվակ հակամարտության մեջ մտնելու համար։ Վարչակազմի ներսում եւ շրջակայքում կա տեսակետ, որ քաղաքականապես ձեռնտու կլինի, եթե Իսրայելը առաջին հարվածը հասցնի, որին իրանցիները կպատասխանեն նույն կերպով եւ մեզ ավելի շատ խթան կտան գործելու, թերթին ասել է աղբյուրներից մեկը։ Ոստիկանության նախկին պաշտոնյա Հովհաննես Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանն առանց որևէ հիմնավորման 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից AI-ին եւ տեղափոխել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
Մինչև 1 միլիոն դրամի չափով անձնական փոխանցումները ենթակա չեն հայտարարագրման։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ մանրամասնել չեք հայտարարագրի ստացվող վարկերի գումարները։ Առանց գումարային սահմանափակման ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, առևտրային կազմակերպություններից միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատույց ստացվող ակտիվները, ժառանգության եւ նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը եւ դրամական միջոցները։ Նախարարը նաեւ նշել է, որ այս տարվանից սկսած թոշակառուները եւս պետք է հայտարարագիր լրացնեն եւ 2026 թվականին պետք է հայտարարագիր ներկայացնեն 2025 թվականի համար։ Եթե տվյալներ հավելելու կարիք չկա, ապա հայտարարագիրը կլրացվի ինքնաշխատ։ Հայաստանում կխստացվեն մեքենաների գազաբալոնների ստուգման պահանջները, մասնագիտացված լաբորատորիաներում դրանց ստուգման եւ սերտիֆիկացման գործընթացը կտեսաձայնագրվի։ Այս մասին կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է ընդունել։ Լաբորատորիաները պետք է պահեն այդ ձայնագրությունները առնվազն կես տարի, անհրաժեշտության դեպքում դրանք կկարողանան ստուգել իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է գազաբալոնով մեքենաների 5 պայթյուն, սեղմված գազը Հայաստանում մեքենաների հիմնական վառելիքի տեսակներից է։ Դեռևս 2005 թվականից գործող օրենսդրության համաձայն գազով լիցքավորվող ավտոմեքենաների սեփականատերերը պետք է 2 տարին մեկ անցնեն բալոնների լաբորատոր ստուգում։ Գազալցակայաններին արգելվում է սպասարկել այն մեքենաները, որոնք նման ստուգում չեն անցել։ Տեսականորեն բալոնների սերտիֆիկացմանը պետք է հետևի քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, սակայն գործնականում նման ստուգումներ չեն իրականացվում։ Մայրաթորի տեղեկատվական համակարգից հայտնել են, որ Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ գերաշնորհ Տեր Հովսեփ Աբեղա Հակոբյանը ազատվելով Հառիճի Թրբանջյան հոգեվոր ընծայարանում ստանձնած պարտականություններից ծառայությանը կոչվել Արգենտինայի հայոց թեմում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության է ձգտում, նորից հանդես է եկել թշնամական հռետորաբանությամբ։ Նա օկուպացված Արցախի Մարտունի քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն իր խոսքում թշնամի է անվանել հայերիս, մասնավորապես ասելով. «Վստահ եմ, որ հասարակությունը հավատում էր, որ թշնամու վերահսկողության տակ չի մնա ոչ մի թիզ հող եւ մենք հասանք դրան։ Արդեն 2 տարուց ավելի է ինչ վերահսկում ենք ողջ Ադրբեջան պետության ինքնիշխան տարածքը, մենք ոչնչացրինք թշնամու վերջին որջը, վռնդեցինք անջատողականներին, նրանց ստիպեցինք դատարանի առջև կանգնել եւ լիովին վերականգնեցինք արդարությունը, ուստի այդ դժվարին ժամանակաշրջանն արդեն անցյալում է, այն երբեք չի վերադառնա։ Այսօր մեր պետությունն ու մեր բանակը ուժեղ են եւ մեր ժողովուրդը այս տարիների ընթացքում ողջ աշխարհին ցույց է տվել իր հզորությունը։ Վերջին 80 տարիների ընթացքում ոչ մի այլ երկիր չի հասել այնպիսի լիակատար եւ բացարձակ հաղթանակի, որքան Ադրբեջանը»։ Այս մասին նշել է իբրև թե խաղաղության ձգտող Ալիևը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու Մոսկվա գալու հրավերը, եթե նա ցանկանում է որևէ բան քննարկել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, ուժի մեջ է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում Կրեմլի խոսնակը հաստատել է, որ Զելենսկու Մոսկվա գալու հրավերը ուժի մեջ է։ Դա նախագահ Պուտինի խոսքն էր եւ նա միշտ պահում է իր խոսքը, ընդգծել է մամուլի քարտուղարը։ Ռուսաստանը ստեղծում է անկասելի հիպերձայնային հրթիռ, որը մարտական բնութագրերով կգերազանցի Օրեշնիկին։ Ինչպես հաղորդում է Daily Star պարբերականը, այն կկարողանա հասնել Լոնդոն ընդամենը 8 րոպեում։ Հոդվածի հեղինակների տեղեկություններով համակարգը կկարողանա կրել միանգամից 8 կինետիկ մարտագլխիկ եւ խոցել թիրախներ մինչեւ 30 մետր խորության վրա։ Պահեստազորի գնդապետ Վիկտոր Բարանեցը նոր ռուսական հրթիռն անվանել էր Օրեշնիկի որդի։ Նրա խոսքով հրթիռը կստանա կատարելագործված ուղղորդմամբ համակարգեր։ Ինժեներները ձգտում են հասցնել խոցման ճշգրտությունը մինչև զրոյական շեղման, հայտնել է զինվորականը։ Նա նշել է, որ դա կդարձնի զենքը ավելի արդյունավետ ոչ միայն ուկրաինական օբյեկտների դեմ, այլև արևմուտքի երկրների վրա հնարավոր ազդեցության համար։ Նոր հրթիռի ստեղծման պաշտոնական հաստատում դեռ չի եղել։ Լվովում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Ուկրաինան որպես պետություն կդադարի գոյություն ունենալ, երբ Ռուսաստանի հետ զինված հակամարտությունը ավարտվի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ամերիկացի ռազմական վերլուծաբան Անդրեյ Մարտյանովը։ Արևմտյան ուկրաինացիները սկսում են պայքարել նրանց դեմ, ովքեր իրենց զորակոչել են, հիմնականում առևանգումների միջոցով։
պայթյուններ են տեղի ունենում եւ նրանք կրակում են միմյանց վրա, ասել է վերլուծաբանը։ Նրա խոսքով Ուկրաինայում կուտակված լարվածությունը գործում է ինչպես դանդաղ գործող ռումբ։ Վերջինս հավելել է, որ հենց որ մարտական գործողությունները դադարեն, Ուկրաինա պետությունը կդադարի գոյություն ունենալուց։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում հանդիպել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսայիդիի հետ, որի ընթացքում նա ներկայացրել է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի պայմանները, հաղորդում է Ալ Ջազիրան։ Ըստ պարբերականի բանակցությունների ընթացքում Արաղչին Օմանի նախարարին ներկայացրել է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրերի կետերը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկումը կենտրոնացած է եղել Իրանի միջուկային ծրագրի եւ Իսլամական Հանրապետության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերացման վերաբերյալ համաձայնագրի վրա։ Իրանի արտաքին գործերի նախարարը գլխավորել է Ժնևում գտնվող պատվիրակությունը, մասնակցելու 5-շաբթի օրը նախատեսված միջուկային հարցերի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ուկրաինայի զինված ուժերը սկսել են Օդեսայի մարզի շրջանաձև պաշտպանության նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Օդեսա օպերատիվ մարտավարական խմբավորման ղեկավար Դենիս Նոսիկովը։ Նրա խոսքով ներկայումս իրականացվում է Օդեսայի պաշտպանության լուրջ ամրապնդում։ Մարզի շուրջ կառուցվում են հակատանկային խրամներ, ականապատ գոտիներ եւ ինժեներական արգելքներ։ Նախատեսվում է նաեւ սպանության գոտիների եւ տարբեր թակարդների տեղադրում։ Հնարավոր հարձակման դեպքում պաշտպանական կարողությունները բարձրացնելու համար։ Վերջինս նշել է, որ զինվորականները նաև տեղակաբնակչությանը ուսուցանում են զենքի կիրառման հիմունքները։ Իր երկրի վիճակի մասին ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ թշնամիները վախենում են Ամերիկայից։ Մեր թշնամիները վախենում են, մեր զինված ուժերն ու ոստիկանությունը լիովին զինված են, ասել է ամերիկացի առաջնորդը։ Նա կարծում է, որ իր երկիրը կրկին հարգանքի է արժանանում ամբողջ աշխարհում, գուցե ինչպես երբեք։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Ղեկավարվելով Հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով եւ տեսչական մարմինների մասին օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով Գրիգոր Մկրտչյանին նշանակել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Ասվում է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արա Եղոյանը եւս նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ ԵՄ-ն Հայաստանի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման հարցում։ Լեհաստանում միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանելով ներկաների հարցերին ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանի Հանրապետության խորհրդարանն ընդունել է Եվրոպական միություն անդամակցության մեկնարկի մասին օրենք։ Ինչ խոսք, այդ օրենքը կարևոր խթան է մեզ համար շարունակելու բարեփոխումների օրակարգը։ Հիմա նոր հնարավորություններ են ի հայտ գալիս տարածաշրջանում մեր երկրում եւ այժմ քննարկում ենք ԵՄ-ն ինչպես կարող է գրաված լինել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, վերահաստատմանը։ Հույս ունենք, որ ներդրումներ կգան ԵՄ-ից անդամ պետություններից, կենտրոնանում ենք ՀՀ-ի համար նոր հնարավորություններ գտնելու վրա, ասել է Փաշինյանը եւ շեշտել, որ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններ կան՝ ժողովրդավարությունից, տնտեսությունից մինչև պաշտպանություն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով մի շարք հարցերի նշել է. Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ կապված մենք որևէ պլան եւ ծրագիր չունենք։ Մենք Ռուսաստանի հետ ծերտ գործընկերներ ենք։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները վերափոխման փուլում են։ Հայաստանը հիասթափված է ՀԱՊԿ-ից։ Սառեցրել ենք մեր մասնակցությունը, որովհետեւ ՀԱՊԿ-ն իր իրավական պարտավորությունները չի կատարել։ Հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկատմամբ դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցը։ Իմ ընկեր Խաչիկ Գալստյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը քննելով դատարանը որոշեց կիրառել տնային կալանք խափանման միջոցը։ 2 օրից Խաչիկը կլինի տանը։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ նշել. շահագրգիռ կառույցների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել կասեցնել Վեոլա ջրընկերության կողմից հրապարակված ժամանակացույցի գործողությունը։ Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում ջրային կոմիտեի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Վեոլա ջրընկերության կողմից կիրականացվեն լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 եւ
2025 թվականների համեմատ բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։ Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում եւ մարզերում, նշել է Ավինյանը։ Մարտի 1-ի գործով ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Թամամյանը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների եւ պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ ՀԹ-ն առանց որևէ հիմնավորման 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից ԷԱ-ին եւ տեղափոխել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Դրանից անմիջապես հետո ոստիկանության ծառայողները կատարել են ակնհայտորեն իրենց պաշտոնեական լիազորություններից չբխող եւ դրանց շրջանակից դուրս արարք։ Մասնավորապես բռնություն են գործադրել ԷԱ-ի նկատմամբ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին, առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ ՀԹ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հետևյալ հոդվածով պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը։ 2026 թվականի փետրվարի 25-ին ՀԹ-ն ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար։ Նախաքննությունը շարունակվում է։ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման։ Ըստ մեղադրանքի նա ապօրինի կերպով ձեռք է բերել եւ իր մոտ ապօրինի պահել հրազեն եւ ռազմամթերք։ Դատավոր Հրաչյա Մեխակյանի կայացրած դատավճռում նշվում է մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ։ Նրա նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ 1 տարի ժամկետով։ Քանի որ նա 4 ամիս գտնվել է անազատության մեջ, նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 8 ամիս ժամկետով։ Նշվում է, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը որոշել է Բաքվի կողմից ապօրինի դատավճիռը չբողոքարկել։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տեղեկացրել է հետագա իրավական գործողությունների վերաբերյալ նրա դիրքորոշման մասին, հայտարարության մեջ ասվում է. Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ եւ չի նշանակում հրաժարվել պաշտպանությունից, սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։ Բողոքարկումն իմաստ ունի միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջինատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն, սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ եւ առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող եւս մեկ գործիքի։ Ռուբենը գիտակցաբար հրաժարվում է դատական գործընթացի իմիտացիային մասնակցելուց։ Նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ եւ այն համարում է քաղաքական շարժառիթներով եւ անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում։ Բողոքարկումից հրաժարումը ոչ թե պայքարի ավարտ է, այլ հրաժարում ֆարսին մասնակցելուց, ասված է հայտարարության մեջ։ Իրանի ղեկավարությունը դեռևս պատրաստ չէ պաշտոնապես հայտարարել միջուկային զենքի մշակումից հրաժարվելու մասին։ Չնայած Միացյալ Նահանգների հետ համաձայնագիր կնքելու բարձր մակարդակի հետաքրքրության դրսևորմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա կարծում է, որ Իրանն ավելի ոգևորված է ԱՄՆ-ի հետ համաձայնագրով, քան Վաշինգտոնը, ամերիկյան ռազմական գործողությունների հնարավորության պատճառով։ Եվրոպական հետախուզությունը սպառնալիք է տեսնում իր անվտանգության արտասահմանում գտնվող ռուսական սեփականության մեջ եւ նույնիսկ զգուշանում է ռուս ուղղափառ եկեղեցիներից, նման կարծիք է հայտնել բրիտանական Telegraph թերթը։ Հոդվածում Ռուսաստանի դեմ մեղադրանքները հիմնականում գալիս են Մեծ Բրիտանիայից եւ սկանդինավյան երկրներից։ Եվրոպական հետախուզության անանուն պաշտոնյաները պարբերականին հայտնել են, որ Եվրոպան մտահոգված է մայրցամաքում, այդ թվում ռազմական օբյեկտների մոտ գտնվող ռուս քաղաքացիների սեփականության համար։ Եվրոպական հետախուզական գործակալությունները վախենում են, որ ռուսական սեփականությունը կարող է օգտագործվել որպես տրոյական ձի, սակայն հոդվածը որևէ ապացույց չի ներկայացնում դա հաստատելու համար։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ճնշում է գործադրում Հունգարիայի վրա, քանի որ այն չի ցանկանում ներքաշվել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, հովանավորել Կիևին կամ դադարեցնել Ռուսաստանից էներգիա ստանալը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Այսօր Զելենսկին սպառնում է Հունգարիային եւ ճնշում է գործադրում նրա վրա, քանի որ մենք հրաժարվում ենք ներքաշվել պատերազմի մեջ, գումար ուղարկել Ուկրաինա եւ հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից։ Այժմ նաեւ պարզ է, որ ամբողջ հունգարական ընդդիմությունը կողմ է Ուկրաինային։ Նրանց նպատակը քաոսն է, վառելիքի պակասը եւ ընտրություններից առաջ գների բարձրացումը։ Նրանք կողմ են Զելենսկուն, այլ ոչ թե հունգար ժողովրդին, հայտնել է Օրբանը։ Նա հավելել է. «Խաղադրույքները հիմա պարզ են եւ կոչ է արել հունգարացիներին ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քվեարկել Ֆիդես կուսակցության օգտին»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ուղերձում հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք մշակելու իր ծրագրերից եւ մշակում է զենք, որը կարող է հարվածել Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում գտնվող թիրախներին։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Քաղաքական գործիչը նշել է, որ իր վարչակազմը կշարունակի համագործակցել Իրանի հետ, կանխելու նրա միջուկային զենքի մշակումը, բայց անհրաժեշտության դեպքում կդիմի ուժի։ Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդը ընդգծել է, կցանկանար երկրների միջև առկա տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով, բայց մեկ բան հաստատ է, ես երբեք թույլ չեմ տա, որ աշխարհի առաջատար ահաբեկչության հովանավորը, որը նրանք են, անկասկած ունենան միջուկային զենք, հավելել է Թրամփը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը շարունակում է փորձել վերականգնել իր միջուկային ծրագիրը անցյալ ամռանը ամերիկյան հարվածներից հետո։ Կեսգիշերային մուժ գործողությունից հետո նրանց զգուշացվել է չփորձել վերականգնել իրենց զենքի ծրագրերը, մասնավորապես միջուկային զենքը։ Սակայն նրանք շարունակում են վերականգնել ամեն ինչ։ Մենք ոչնչացրել ենք միջուկային ծրագիրը եւ նրանք ուզում են ամեն ինչ սկսել նորից, ասել է ամերիկացի առաջնորդը։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետությունը նաև աշխատում է ԱՄՆ-ին հասնելու ունակ հրթիռների մշակման վրա։ Կամավորների կոալիցիայի անդամ երկրները գաղտնի ընդունում են, որ հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի տարածք զորքեր ուղարկելու ծրագրերը կպահանջեն Ռուսաստանի հաստատումը։ Այս մասին հաղորդել է բրիտանական Daily Telegraph թերթը, հղում անելով աղբյուրներին։ Եթե Ռուսաստանը ասի, որ համաձայն չէ եւ ուղարկվող զորքերը համարի թիրախ, ապա պետք է տեղակայվի այլ տեսակի ուժ։ Հետևաբար Ռուսաստանի համաձայնությունը կամ անհամաձայնությունը չափազանց կարևոր է։ Թերթը մեջ բերել է աղբյուրի խոսքը։ Մեկ այլ աղբյուր ընդգծել է, որ եվրոպական երկրները փաստացի թույլ են տվել Ռուսաստանին վետո դնել կոալիցիայի ծրագրերի վրա։ Նշվում է, որ Կիևը կարող է համաձայնվել հակամարտության դադարեցմանը, եթե ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը տրամադրեն բավարար անվտանգության երաշխիքներ, ինչը հանգեցրել է ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների միավորմանը կոալիցիայի զորքեր ուղարկելու ծրագրերի հետ։ Քանի որ սրանք այժմ միասնական բանակցություններ են, Ռուսաստանը պետք է հաստատի անվտանգության երաշխիքները զորքերի տեղակայման տեսքով, ընդգծել է թերթի աղբյուրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցնում է, որ Վաշինգտոնը մտադիր է գերիշխող դիրք գրավել Արևմտյան կիսագնդում։ Մենք վերականգնում ենք ամերիկյան անվտանգությունն ու գերիշխանությունը Արևմտյան կիսագնդում, պաշտպանելով մեր ազգային շահերը եւ մեր երկիրը բռնությունից, թմրանյութերից, ահաբեկչությունից եւ արտաքին միջամտությունից։ Տարիներ շարունակ մեր տարածաշրջանի մեծ մասը, այդ թվում Մեքսիկայի մեծ մասը, վերահսկվում էր բռնի թմրամիջոցների կարտելների կողմից, հայտնել է ԱՄՆ նախագահը։ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան գործնականում մանիպուլացնում են միջուկային զենքի թեման։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա արձագանքել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությանը, ըստ որի Լոնդոնն ու Փարիզը ծրագրում են Ուկրաինային միջուկային ռումբ տրամադրել։ Զախարովայի խոսքով այդ երկրները ոչ միայն հռետորաբանորեն, այլև գործնականում են շարունակում միջուկային օրակարգը։ Միաժամանակ դիվանագետը պնդել է, որ արևմտյան լրատվամիջոցները փորձել են նվազեցնել թեմայի կարևորությունը, համաշխարհային ուշադրությունը շեղելով այս լուրերի վրա։ Ըստ Վոլոդիմիր Զելենսկու, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսված է մարտի սկզբին։ Մենք կարծում ենք, որ դա կլինի մարտի սկզբին, ասել է Ուկրաինայի առաջնորդը։ Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը փետրվարի 26-ին Ժնևում կհանդիպի ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվեն Ուիտքոֆի հետ։ Առաջին հարցը Ուկրաինայի վերականգնման փաթեթն է։ Նրանք կքննարկեն մանրամասները։ Երկրորդ հարցը եռակողմ հանդիպման նախապատրաստումն է։ Երրորդ հարցը Ումերովը կքննարկի փոխանակման մանրամասները, ասել է նախագահը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում Դնեպրի զորքերի գործողությունների գոտում կորցրել են ավելի քան 50 զինծառայող եւ Իսրայելում արտադրված Rada RPS 42 ռադարային կայան։ Ոչնչացվել են ավելի քան 50 ուկրաինացի զինծառայողներ, 15 մեքենա, 3 էլեկտրոնային պատերազմի կայան, Իսրայելում արտադրված Rada RPS 42 ռադարային կայան եւ 2 զինամթերքի ու նյութական պահեստներ, ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հավելել է, որ Դնեպրի զորքերը նաև ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի լեռնային գրոհային բրիգադի անձնակազմն ու սարքավորումները Զապորոժիեի շրջանի Դմիտրովո եւ Շչերբակի քաղաքների մոտակայքում։ Հետախուզման մեջ գտնվող ԴՀԿ նախկին պետ Միրյամ Պողոսյանը մասնակցելու է ազգային ժողովի ընտրություններին իր ղեկավարած Հայոց համազգային միասնություն կուսակցությունով։ ՀՀՄ-ն գիտակցելով ստեղծված իրավիճակն ու առկա սպառնալիքները անելու է ամեն ինչ կանխելու այս մահաբերգահավիժումը, հայտարարել է Միրյամ Պողոսյանը։ Ներքին գործերի նախարարը ներքին գործերի նախարարության ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարել։ Նախարարի հրամաններով ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանն ազատվել է պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության պետ ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։ Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով Վարդան Վարդանյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի խորհրդական, Կարեն Հակոբյանը ներքին գործերի նախարարի խորհրդական, Արթուր Խուդինյանը ներքին գործերի նախարարի օգնական։ 72 ժամը չլրացած ազատ է արձակվել սննդի յուրացման եւ կաշառքի մեղադրանքով 3 ձերբակալված Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք 2 միլիոն դրամ գրավ պաշտոնավարման կասեցում։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր փետրվարի 25-ին մեկնել է Լեհաստան։ Պատվիրակության կազմում ընդգրկված է 19 մարդ։ Նրանց թվում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Վանոյանը եւ այլք։ Պատվիրակության կազմում են 4 լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին եւ 28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային եւ նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-ին եւ 28-ին ամբողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Առանձին հովտային շրջաններում ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևանում փետրվարի 26-ին սպասվում է անձրև։ Փետրվարի 26-ին սպասվում է քամուշ գնացում 18-ից 23 մետր/վայրկյան արագությամբ։ Փետրվարի 27-ին եւ 28-ին մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ, գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 1-ի ցերեկը 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը 27-ին եւ 28-ին աստիճանաբար կնվազի 8-ից 12 աստիճանով։